Ողջույն, Գյումրու պատմական թաղամասերից մեկում եմ, նման շենքեր շատ կան Գյումրիում և դժվար է միանգամից գուշակել, թե որտեղ եմ, ասեմ, Սևերսկի թաղամասում եմ, սա Ալեքսանդրապոլի ամենահին թաղամասերից, այսինքն զինվորական թաղամասերից մեկն է, ընդհանուր 3 զինվորական թաղամաս է ունեցել Սևերսկի, Կազաչիպոստ և պոլիգոններ, Սևերսկին գտնվում է քաղաքի հարավային մասում, ավելի շուտ դեպի արևմուտք, այստեղ հիմնականում ցարական շրջանում կառուցված զինվորական կազարմաներն են, զինվորական զորանոցներն են և այլ տիպի շինություններ չկան, այսինքն պատմաճարտարապետական արժեքներ են հիմնականում այստեղ տեղակայված, որոնցից որոշ մասը գտնվում է խիստ անմխիթար վիճակում, ինչպես այս շենքը, որը տեսնում եք երկրորդ պլանում, սա նշեցի, որ հանդիսանում է պատմաճարտարապետական հուշարձան, եղել է հոսպիտալի շենք երկար ժամանակ, թե ցարական շրջանում, թե դրանից հետո, երբ այստեղ այս թաղամասում ևս եղել է որբանոցային շրջան, երբ 18 թվականին որոշում են Ալեքսանդրապոլում հիմնել որբանոցներ, որը աշխարհի ամենամեծ որբանոցն էր, երբ ռուսական զորանոցները դատարկվեցին, դրանք դարձան ամերիկյան որբանոցներ։ Հենց այդ շրջանում էլ այս շենքը ծառայում է որպես Ալեքսանդրապոլի որբանոցների համար հիվանդանոց, առաջին մասնագիտացված հիվանդանոցներից մեկն էր, այս հետևում երևացող շենքի մասին է խոսքը, և ծառայել է որպես հիվանդանոց, այնուհետև ծառայել է որպես հոսպիտալի շենք, հետո երկրաշարժից հետո, եթե չեմ սխալվում, այստեղ բնակելի դարձավ, քաղաքացիներն էին բնակվում և մի քանի տարի առաջ այս շենքը լքվեց, լքելուց հետո արդեն բնակիչները ամեն մեկը միտեղ տուն ստացան կամ չգիտեմ, իրենց բնակարանի հարցը լուծեցին, տեղափոխվեցին և շատ արագ շենքը թալանվեց ինչ իմաստով, որ սկզբից փայտը և երկաթյա մասերը հանեցին տարան, կտուրը ամբողջությամբ, ինչքան երկաթ ու փայտ կար շենքի վրայից հանեցին, որոշ դեպքերում նաև քարերը հանեցին, քիվերը շատ հետաքրքիր էին, վերևի մասում գտնվող այս քիվային հատվածը մեծ քիվեր էին, դրանք ընկել էին, մի մասը տարան, մի մասը ջարդվեց, փշրվեց, հսկայական ճարտարապետական աշխատանք էր տարած այստեղ, ու հիմա այս շենքը գտնվում է նման անմխիթար վիճակում, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, ծառայել է որպես հոսպիտալի շենք, որբերի համար, այնուհետև նաև զինվորականության համար, բայց կրկին պետությունը մատը մատին չի տալիս, տեր չեն կանգնում պատմաճարտարապետական հուշարձաններին, օրինակ սա կարող է լինել շատ սիրուն սոցիալական բնակարան, այսինքն որոշակի քիչ գումար ծախսելուց դեպքում այստեղ կարող էինք ունենալ մի քանի բնակարաններ, շենքը բավականին մեծ է, ասեմ, ահագին մեծ է, այսպես պտտվեմ այս կողմը, տեսեք, այստեղ կարող է լինել նաև սոցիալական բնակարաններ և անօթևաններին տրամադրվեր, բայց ոչ մի բան չի արվում, հիմա ես տեսախցիկը թեքեմ, որպեսզի երևա, թե ինչ վիճակում է շենքը, խնդրեմ, այս շենքը երկու երկրաշարժ է տեսել 26 թվականի ու 88 թվականի, ոչ մի վնաս չի կրել, այս վնասը, որ տեսնում եք, սա մարդու ձեռքով տրված վնաս է, տեսեք ինչ սիրուն աստիճաններ են, հիմա նման աստիճաններ հավաքելը քարով, կարծում եմ մեծ բարդություն և բավականին թանկ նստող հաճույք է, այստեղ կարող է լինել սոցիալական բնակարաններ, բայց ունենք ավերակներ, դրա համար պետք է լայնախոհ մտածել թե արժեքները փրկելու, թե բնակիչներին ավելի լավ բարենպաստ պայմաններ ապահովելու մասին, բայց տպավորություն է, որ իշխանությունները մտածել ու մտածում են բոլորովին այլ արժեքներով, այլ կատեգորիաներով, այսքանը։